Վրաստանում ընտրություններին հաջորդած զանգվածային բողոքի ցույցերից, նախագահական նստավայրի մոտ բախումներից և տասնյակ վիրավորներից հետո այսօր մայրաքաղաք Թբիլիսիում համեմատաբար հանգիստ է։ Գերլարված մթնոլորտում են անցել հարևան Վրաստանում ՏԻՄ ընտրությունները։ Մինչ իշխող վրացական երազանքը հայտարարում է հաղթանակի մասին, Եվրամիությունը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները խոսում են խորը քաղաքական ճգնաժամի և մարդու իրավունքների աննախադեպ խախտումների ու այլախոհությունը ճնշելու մասին։ Միաժամանակ այս ընտրություններին մասնակցությունը պատմական ամենացածրն է եղել սկսած 1991-ից, և ընտրատարածքներից շատերում միայն իշխող ուժն էր թեկնածու առաջադրել։ Երկու խոշորագույն ընդդիմադիր դաշինքներն ընտրությունները բոյկոտել են։ Թբիլիսիում հոկտեմբերի 4-ի երեկոյան բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ խորհրդարանի շենքի մոտից նախագահի նստավայրի դիմաց տեղափոխված ցուցարարների մի խումբ փորձեց ներխուժել նստավայր։ Ոստիկանությունը պղպեղային գազ և ջրցան մեքենաներ գործի դրեց։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս ամենն անվանեց սահմանադրական կարգը տապալելու փորձ և մեղադրեց Եվրամիությանը վրացական քաղաքականությանը միջամտելու համար։ Ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ ոչ ոք անպատիժ չի մնա։ Մենք այժմ ավելի շատ ռեսուրսներ ունենք սադրիչներին բացահայտելու համար, քան ունեինք անցյալ տարի կամ նախորդ տարիներին։ Ուստի ավելի շատ մարդիկ պետք է պատրաստ լինեն հետևանքներին։ Վերլուծաբան Գեորգի Անթաձեն Ռիոփնի հետ զրույցում նշում է, որ ընդդիմությունը կազմակերպված չի գործում, և ինքն էլ հոկտեմբերի 4-ի երեկոյան բողոքի ցույցին շատերի նման ինքնաբուխ է գնացել, հետո արդեն չեն հասկացել ինչ է կատարվում։ Ի սկզբանե մեծ մասի համար ներառյալ ինձ համար, որոնք այնտեղ հավաքվել էին, որևէ առանձնահատուկ սպասում չկար, որ այդ օրը ինչ-որ բան պետք է փոխվի կամ ավարտվի։ Այնուամենայնիվ ոչ ոք չգիտեր կազմակերպիչների ծրագրերի մասին, և թե ինչ պետք է սպասեինք, դա նույնպես բացարձակապես անհասկանալի էր, բայց ակնհայտ էր, որ կազմակերպիչների այն քայլը, որը նրանք ձեռնարկեցին, ոչ համաձայնեցված էր, ոչ էլ մարդիկ գիտեին դրա մասին։ Բացի վրացական երազանքից ոչ ոքի շահերից չէր համապատասխանում իրադարձությունների այսպիսի զարգացումը, քանի որ հենց նրանք հենվելով այս դեպքերի վրա կրկին օրինականություն հաղորդեցին իրենց քայլերին։ Ընտրությունների ֆոնին կրկին բարձրաձայնվեցին Վրաստան արևմուտք փոխադարձ մեղադրանքները։ Վարչապետ Կոբախիձեն նորից մեղադրեց Եվրամիությանը երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։ Անցյալ տարի Եվրամիության դեսպանը բացահայտորեն միջամտեց մեր ժողովրդական ընտրություններին, կոչ անելով ընտրողներին աջակցել ընդդիմությանը։ Չմոռանանք, որ Եվրամիության խոսնակը նույնպես հրապարակայնորեն աջակցել է բողոքի ակցիաներին։ Եվրամիության արձագանքը չուշացավ։ Եվրամիության բարձրագույն պաշտոնյաները ոչ միայն դատապարտեցին իշխանությունների գործողությունները, այլև հայտարարեցին, որ ընտրական խախտումներն անհամատեղելի են Եվրամիության թեկնածու երկրի համար։ Միաժամանակ Եվրամիության համար անընդունելի են ընտրությունները, որոնք անցել են առանց դիտորդական առաքելությունների, այդ թվում առանց ԵԱՀԿ-ի և տեղական դիտորդների։ Եվրոպական միությունը վճռականորեն մերժում և դատապարտում է Վրաստանում Եվրամիության դերակատարության վերաբերյալ ապատեղեկատվությունը և դատապարտում է Եվրոպական միության դեսպանի նկատմամբ անձնական հարձակումները։ Վրաց վերլուծաբանից փորձեցինք պարզել, թե որն է այս իրադարձությունների նպատակը՝ իշխանության համար պայքար է, թե ավելի շատ արտաքին քաղաքականության կուրսի փոփոխությունների համար առճակատում։ Առաջին հերթին այս մարդիկ պայքարում են երկու բանի՝ քաղբանտարկյալների ազատման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, որոնք պետք է անցկացվեն նորմալ պայմաններում։ Այստեղ գլխավոր պահանջն այն չէ, որ վրացական երազանքը պետք է հեռանա, թեև այդ տրամադրություններն էլ կան։ Մարդիկ պահանջում են արդար ընտրություններ, որոնք պետք է իրականում արտացոլեն վրաց ժողովրդի կամքը։ Սա է գլխավոր պահանջը։ Այս ֆոնին իշխող վրացական երազանքը, որն ըստ քննադատների վերահսկում է նրա հիմնադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, սառեցրել է Եվրամիությանը անդամակցելու բանակցությունները։ Իշխանությունը հերքում է ռուսամետ լինելու մեղադրանքը, իր քաղաքականությունը որակելով բալանսավորված։ Աննա Հարությունյան, Աննա Թանդարյան, Ռիոփն մեդիա։